Պարոն Սարգսյան, մի քանի օր է համանցացում ակտիվ քննարկում է կենսաթոշակների բարձրացման հարցը, նաև կառավարության միջամտության վիոլաջուրը չի կտրելու ժողովրդի ջուրը, սա արդյոք դուք դիտարկում եք լեգիտիմ ընտրակաշառքի շրջանակներում։ Ժամանակ 16,000 է թոշակին Եկեք վերջից սկսենք, հա, որ թոշակի մասին էին իրանք խոսում։ Նվազագույն թոշակի մասին, 16,000 Բայց հիմա 46,000 դուք իրենց ներկայացուցիչն եք։ Չէ, ես փոխանցում եմ, ինչ են ասում։ Իրանք այդպես չեն ասում։ Հենց ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ մարդիկ չեն տարբերակում, ինչ է նվազագույն թոշակ, ինչ է միջին կենսաթոշակ, որովհետև դրանք տարբեր հանգամանքներ են։ Ես վստահ եմ, որ շատ-շատերը իրենցից ովքեր խոսում են նվազագույն թոշակի մասին, իրենք չգիտեն, այս երկրում քանի ովքեր են այդ նվազագույն թոշակը ստանում եւ ովքեր են այդ նվազագույն թոշակը ստանում։ Եվ խնդիրը, ամենակարևոր խնդիրը միջին կենսաթոշակի մասին է խոսքը։ Եվ ես ինչպես մնացած բոլոր հայտարարություններում, այս հայտարարությունում եմ տեսնում ժուլիկություն։ Կտեսնեք, թե բոլոր թոշակառուները արդյոք 10,000 դրամով ավել կստանան իրենց թոշակները, թե չէ։ Իհարկե ոչ։ Հարցը մինչև ասելը չի։ Հարցը այն է, որ դա միջին կենսաթոշակի չափերի վրա նվազագույն ազդեցություն ունենա, նվազագույն։ Կտեսնենք, թե ինչքան է։ Մենք այո, մեր ժամանակ եղել է 16,000, բայց իրենք իրենց նեղություն տան, մի 15-20 տարի առաջ գնան մեր ժամանակից, տեսնեն այս ժամանակ ինչքան է եղել։ Ես որ իրանց համար բան չեմ, վիճվարկություն չեմ, թող իրանք նայեն, տեսնեն իրանց երկու անգամ բարձրացրածն է շատ, թե մեր միջև 16,000 հասցրածը։